Նիստի հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, մնացած ներկաներ, ես շատ կարճ կներկայացնեմ, քանզի վերջերս չէ, տարեկան հաղորդումով արդեն ելույթ եմ ունեցել եւ ներկայացրել են մեր աշխատանքները, նաեւ պատասխանել եմ հարցերին, ապրիլի վերջ առավոտյան ֆինանսների նախարարը շատ կարճ, բայց ներկայացրեց այն հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են մեր բյուջեի կատարումը 2024-ի, ես միայն մի քանի երանգ կավելացնեմ եւ եթե ձեր մոտ հարցեր լինի, կպատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն 0.4 միլիարդ, այսինքն մոտ 400 միլիոն դրամ մեր բյուջեի ընդհանուր ծավալն է եղել, կատարողականը կարծես իմ լսած այս մեկ քանի օրվա մեջ ելույթներից ամենաբարձրներից մեկն է 98.8%։ Դա առաջինը պայմանավորված է նրանով, որ մենք ծրագիր ենք, այստեղ հերոսություն չկա հանձնաժողովի, պարզապես մենք իրագործում ենք մեկ ծրագիր, որի բաղադրիչները վաղուց պարզ են, մեր աշխատանքները կայուն են, այդ պատճառով մենք բոլոր հատկացված մեր գումարները ծախսում ենք, կարծում եմ նաև մեծ էֆեկտիվությամբ, իսկ այդ 98.8 պայմանավորված նրանով, որ մենք ինչպես միշտ թերածախս ենք ունեցել կապի էներգիայի միջոցների տակ ձմեռալինում տնտեսում ենք, քիչ ենք հեռախոսներով խոսում եւ այլն։ Մնացած գումարները բոլորը ծախսվել են, բյուջեն 9 միլիոնով ավելացվել էր 2024 թվականին, մեծ մասը այդ գումարի հատկացվել էր աշնանը միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների տարեկան ժողովի անցկացման վրա, համեստ գումար հատկացրեցին, բայց մենք բավականին լավ այդ միջոցառումը անցկացրեցինք, համեստ ենք, բայց այստեղ էլ չգիտեմ ֆինանսների նախարարությունից մեզ լսում են թե ոչ, մենք այս աշնան ունենք շատ ավելի մեծ միջոցառում եւ շատ կարևոր դա եվրոպական կարգավորող մարմինների հարթակի տարեկան ժողովն է Հայաստանում, որը միավորում է 53 կարգավորող մարմին 46 պետություններից, քանակը կապված է նրանով, տարբերությունը, որ մի շարք երկրներում մի քանի կարգավորող մարմին կա, օրինակ Իսպանիայում Կատալոնիան առանձին ունի, կամ Բելգիայում ֆլամանդցիները եւ ֆրանսիացիները եւ այլն, եւ մենք անկալում ենք բավականին լուրջ պատրաստում ենք, որտեւ դա նաեւ ոչ միայն Հայաստանի, ինչպես ասում են, հեղինակությունն է, այլ նաեւ շատ լավ միջավայր է, որպեսզի մենք կարողանանք որոշ հիբրիդային այսպես գործողություններ անենք մեր գործընկերների միջոցով, ինձ բոլորդ երևի հասկացաք, սա է, նաեւ պետական турքերի գծով մենք գերակատարել ենք, այսպես ասած, պլանը 36 միլիոն էր պլանավորված, 34.3 փաստացի եղել, դա պայմանավորված է նրանով, որ արտահերթ որոշ լիցենզավորման մրցույթներ են եղել եւ նաեւ այլ եկամուտներ ենք ունեցել, դա իրավ խախտումներից առաջացած տուգանքներն է 5.9 միլիոն, ավելի քիչ քան 2023 թվականին, դա պայմանավորված է նրանով, որ 2023-ին ունեցել ենք 64 վարույթ, իսկ 2024-ին 45 վարույթ, սա բացի ամեն ինչից վկայում է, որ մեր հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող հեռարձակողները շատ ավելի կարգապահ են դարձել եւ դա ես կարծում եմ նույնիսկ անձեն աչքերով շատ ժամանակ երևում է։ Սա շատ կարճ եւ եթե մենք գնահատական տանք բյուջեի կատարմանը, ապա այն խնդիրները, որոնք դրված են կամ այն պարտավորությունները, որոնք դրված են օրենսդրությամբ հանձնաժողովի առջև, ապա այս բյուջեով մենք այդ ծրագիրը կատարում ենք, բայց այստեղ ես եւս անգամ պետք է մեր հանձնաժողովի մտահոգությունը փոխանցեմ ձեզ, որ այսօր հանձնաժողովը շարունակում է կարգավորել այդ հարթակների, տեսլասողական հարթակների շատ փոքր սպեկտրը եւ այլ հարթակները 2023-24 թվականին աշխարհի տենդենսն եմ ասում, մեզ մոտ ցավոք այդպիսի չափումներ չեն անցկացվում, ապա այլ հարթակներում ես նկատի ունեմ համացանցային տեսլասողական ծառայությունները, նրանք արդեն ավելի
շատ ավելի մեծ լսարան ունեն, քան ավանդական մեդիաները, իսկ այդ հարթակները, ինչպես գիտեք, մեր մոտ ցավոտ դեռ չեն կարգավորում եւ հենց այնտեղ են գեներացվում շատ ժամանակ, ինչպես դուք բոլորդ գիտեք, եւ ատելության խոսքը, եւ թշնամանքը, եւ ապատեղեկատվությունը եւ այլ արարքներ, որոնք ազդում են մեր քաղաքացիների վարմունքի, հա, ֆիզիկական եւ հոգեվոր առողջության վրա։ Մենք եւ ազգային ժողով, հա, հանձնաժողովի նախագահին ուղարկել է եւ կառավարություն տվել ենք մի փոքր փաստաթուղթ, հա, ինչ է հարկավոր անել ելնելով եւ եվրոպական փորձից եւ եվրոպական դիրեկտիվներից, որպիսի մինիմալ կարգավորում լինի այն հարթակների, որոնք զգալի տեղեկատվական ազդեցություն ունեն Հայաստանում, մենք հույս ունենք, որ այդ մեր առաջարկների վրա ուշադրություն կդարձնեն եւ ինչը իապես կնպաստի, որպեսզի Հայաստանում, այսպես ասած, ավելի բարենպաստ կամ արժանապատիվ մեր համար եւ կարեւոր տեղեկատվական համակարգ ստեղծվի։ Շատ կարճ սա է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։